արտասահմանյան ուղևորությունների համար նախատեսել է 300 միլիարդ դրամ։ Այսինքն եթե այդ պարգևավճարները եւ այդ շքեղ ոչ պաշտոնական ուղևորությունները կրճատեն, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակները մոտավորապես կարելի է բարձրացնել 30,000 դրամով։ Առանց պետական բյուջեի վրա ծանրության միայն նիկոլական աղբ, տականք, անօգուտ մանկուրտների պարգևավճարները կրճատելու համար։ Հասկանում եք։ Դրանք տնտեսական թվեր են, ես նորից եմ կրկնում։ 555,000 թոշակառու 100,000-ից պակաս է ստանում, որպեսզի 20,000-ով նրանց թոշակը տարեկան 2026 թվականին բարձրանա, անհրաժեշտ է ընդամենը 132 միլիարդ